Ամեն ինչի օրիգինալը կա ու պատենտը կա, չէ՞։ Ամեն ինչի ճշմարիտը կա ու կեղծը կա։ Ու այդ պատենտը շատ նման է օրիգինալին։ Պարզվում է, որ հավատքի մեջ էլ այդպիսի բան կա։ Հավատքի մեջ էլ կա ճշմարիտ հավատք եւ կա պատենտ, կա մի տեսակ կեղծ, որ իրական չի։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, Երուսաղեմում գտնվելու այս օրերին ես խոսում եմ մեր վարդապետներից մեկի հետ եւ մենք խոսեցինք այս բանի մասին եւ ինքը հորդորում էր, որ ժողովուրդ ջան, հավատքի ճշմարիտը փնտրեք եւ զգուշ եղեք, որ հանկարծ պատենտի չգտնեք, պատենտի չհետևեք։ Հա, օրինակի համար ասենք թե iPhone ունես, կա իրական iPhone եւ կա դրա պատենտավորվածը, որ ասենք, չգիտեմ, ուրիշ երկրում արտադրված, ավելի էժան է, շատ նման է iPhone-ին, ու մարդ կարող է նույնիսկ չիմանալ, որ սա պատենտ է։ Կամ ինչ ասենք, հա, ասենք դրամը, դոլարի կեղծ իրականը կա եւ կեղծվածը կա, ցանկացած տարադրամի իրականը կա եւ կեղծը կա, կեղծը շատ նման է եւ օրինակ կա ցորեն, կա որոմ, հա, որոմը շատ նման է ցորենին, բայց մեջը պտուղ չկա, մեջը այդ հասկի մեջ հատիկ չկա, ինքը բայց շատ նման է ցորենին։ Ուրեմն հավատքի մեջ էլ կա դա, կա իրականը եւ կա պատենտը, կա կեղծը։ Եվ այստեղ Երուսաղեմում, երբ որ ես խոսում եմ վարդապետների հետ, իրենք ասում են, որ իրականը փնտրեք։ Հիմա մարդը ոնց փնտրի իրականը, ոնց գտնի։ Նայեցեք, մեր քրիստոնեական հավատքը, Քրիստոսին հետևելը 2000 տարվա պատմություն ունի։ 2000 տարի, այսպես առաքյալներից սկսած մի հատ ուղիղ շարավիղ ա եղել։ Դա կոչվում է ուղիղ ձևով փառաբանել Աստծուն ուղղափառություն։ Եվ մեր Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին արևելյան ուղղափառ եկեղեցի է։ Հիմա երբ որ մենք հավատում ենք եւ գնում ենք Քրիստոսի հետևից, մենք պետք է հարցնենք, մենք ճիշտ ենք գնում, թե կեղծի հետևից ենք գնում։ Մենք ճիշտ ճանապարհն ենք գնում, ոնց իմանաս այդ ճիշտ ճանապարհը։ Դու պետքա դա անես եկեղեցու մեջ, հա, որովհետև եթե դու գնաս, դու պետք է չապավինես քո անձնական կարծիքին, այս սա շատ կարևոր է, վարդապետներն այստեղ ասեցին, որ դու պետք է հանկարծ չգնաս քո կարծիքի հետևից, ես կարծում եմ, որ սենց, բայց ես կարծում եմ, որ սենց, դու պետք է տեսնես, թե Աստված ինչ է ասում, ու 2000 տարի քրիստոնյա մարդիկ ինչպես են դա հասկացել։ Զգուշ եղեք սիրելի ժողովուրդ, որ չգնաք կեղծի հետևից, չգնաք տարբեր տեսակի աղանդների հետևից, այլ գնաք այն ուղիղ ճանապարհով Քրիստոսի հետևից, որը որ 2000 տարի արել են ուղղափառ քրիստոնյա մարդիկ, սեփական անձը ուրանալով, սեփական խաչը կրելով։ Ես ուզեցա այս կարճ ձայնագրությունը ձեր հետ կիսել, որ ամեն ինչի իրականը կա եւ պատենտը կա։ Դուք հանկարծ պատենտի ու կեղծի հետևից մի գնացեք, այլ իրական քրիստոնեության հետևից գնացեք, սովորեք եկեղեցուց, մասնակցեք եկեղեցու կյանքին եւ մի ապավինեք ձեր սեփական կարծիքին։